Ողջույն, Կորզարար ալիքի եթերում վերադարձող կապիտալ հաղորդումն է։ Մենք խոսում ենք հայրենադարձության մասին, հայրենադարձների հետ։ Այսօր մեր հյուրն է Կոնստանտին Ղազարյան, ողջույն Կոնստանտին ջան։ Ողջույն Դիրան։ Դուք վերադարձել եք Ավստրիայից։ Այո։ Երբ եք վերադարձել ու ինչի համար։ Ես 2 տարի առաջ եմ Հայաստան վերադարձել Ավստրիայից, պատճառները իրականում տարբեր։ Բայց նախ դուք այստեղի ծնված։ Ես այո այստեղ եմ ծնվել, գնացել 2002 թվականին մենք Ավստրիա ենք մեկնել եւ 21 տարի հետո ես այդ որոշումն եմ կայացրել եւ Հայաստան եմ տեղափոխվել։ Իրականում տարբեր պատճառներ կային, իմ մոտ միշտ այդ ցանկությունը եղել է Հայաստան տեղափոխվելու եւ առավել եւս 20 թվականից հետո, պատերազմից հետո այդ գաղափարը ավելի զարգացավ, որ պետք է Հայաստան տեղափոխվեմ, որ այո բոլորս եթե մենք ուզում ենք հզոր պետություն ունենանք, մենք պետք է մեզ նեղություն տանք եւ Հայաստան տեղափոխվենք։ Չնայած դա էլ ասեմ, Հայաստան տեղափոխվել դա նեղություն չէ, պետք չէ դա որպես զոհաբերություն ներկայացնել։ Դու ուղղակի լքում ես քո կոմֆորտ զոնան X երկրում եւ ստեղծում ես քո կոմֆորտ զոնան Հայաստանում։ Եվ բացի դրանից կային անձնական պատճառներ, որոնք այդ process-ը ավելի արագացրեցին։ Իմ կինը Հայաստանում է ապրում եւ այդպես այդ որոշումը շատ հեշտ տրվեց։ Կոմֆորտ զոնա ասելով շատ հետաքրքիր է, շատ են կոմֆորտ զոնա ասում սպիրկի մասին, իմ համար կոմֆորտ զոնա չի միանշանակ, այդ գարձես որտեղ որ սովորել ես, որտեղ որ վարժ ես, ամեն ինչը գիտես, եթե այդ կոմֆորտա գոչվում, թող կոմֆորտ գոչվի, բայց կոմֆորտ բառը շատ ջոխփար է սպիրկի համար, հատկապես մեր նման մարդիկ, որ հիմա չեն կարողանում սպիրկում ապրել, որովհետև չեն զգում իրենց ոնց որ ձուկը ջրի մեջ։ Դրա համար այդ կոմֆորտի բահը քանի ամիս է դեվում, որ անցկացնես ցանկացած երկիր, որով ցանկացած մարդ կարա ցանկացած երկիր տեղափոխվի։ Ունի բայց մի քանի ամիս դժվարություն, հետո սովորում այդ երկրին, ճիշտ է։ Գիտեք, ես կարծում դա ընկալման նաև խնդիր է։ Ես երբ Հայաստան տեղափոխվեցի, որևէ դժվարություն չեմ ունեցել, այսինքն երևի ունեցել եմ, բայց շատ չեմ թեժացրել այդ խնդիրները։ Պատրաստ եք երևի մտայնորեն։ Այո, մտայնորեն եւ ես բազմիցս լսել եմ, երբ մարդիկ պատմեն հայրենադարձության մասին, իրենք միշտ նշում են, օй Հայաստան տեղափոխվեցի եւ շատ դժվարություններ կային։ Այստեղ պետք է անկեղծ լինենք, այդ սև ու սպիտակ պատկերը պետք չէ մարդկանց ներկայացնել, որ Հայաստանում ամեն ինչ դժվար է, դրսում ամեն ինչ հեշտ է։ Դրսում խնդիրներ կան, դրսում լավ կողմեր կան, Հայաստանում խնդիրներ կան եւ Հայաստանում լավ կողմեր կան։ Նույն Ավստրիան հայտնի է որպես բյուրոկրատական երկրներից մեկը, շատ մեծ բյուրոկրատիա կա այդ երկրում եւ այնտեղ էլ շատ դժվարություններ կան, ուղղակի մարդիկ չգիտես խի, երբ այնտեղ են ապրում, դա որպես խնդիր չեն տեսնում, երբ Հայաստան են գալիս, դա որպես խնդիր են արդեն տեսնում։ Մեծանում է։ Այո, մեծանում է։ Զարմանալի երևույթ է, բայց մարդիկ անգամ բարեփոխտաբարձել նման, որ ճիշտ հագարակն են մտածում, ու հատկապես որ քո երկիրն է, պետք է ավելի մեղմ նայես այդ ամեն ինչին, 8 տարեկանով գնացիք եւ վերադարձաք 21 տարի հետո եւ որոշումը ընտանիքով կայացրեցիք, թե դուք առանցին։ Ես իրականում առանձին եմ կայացրել, ասեմ ավելին, իմ ընտանիքը, հայրիկը եւ մայրիկը ի սկզբանե դեմ էին, որովհետեւ իրանք այն տարիներին են Ավստրիա գնացել, երբ տարբեր բաներ եւ քաղաքական իրավիճակը եւ տնտեսական իրավիճակը մեղմ ասած լավ մակարդակի չէին եւ իմ հայրիկ եւ մայրիկի մոտ ամբողջովին չէ, բայց որոշ չափով այդ կարծրատիպերը դեռ կային, այսինքն իմ հայրիկը ասում էր դե կգնաս Հայաստան, ծանոթ է անպայման պետք, որ չգիտեմ գործի դասավորվես, ամենտեղ չգիտեմ խնդիրներ կան, կոռուպցիոն երևի խնդիրներ դեռ կան, դա կա, այսինքն նամանավանդ ծնողներն են չեմ ուզում ասել քարոզում, իրանք Հայաստանը շատ են սիրում, բայց այդ կարծրատիպերը կան։ Ես կարծում եմ իմ մոտ սպասելիքները մի քիչ այլ են կամ պատկերացումը, որովհետև ես 21 տարի չէ, բայց շատ տարիներ շարունակ ես միշտ կապ եմ ունեցել հայ ուսանողների հետ, ովքեր Ավստրիա են գալիս կես տարով եւ միշտ up to date է լինում։ Այսինքն միշտ իմացել եմ, որ չէ Հայաստանը առաջընթաց է ապրում։ Չնայած ինտերնետն էլ գա հիմա այս տարում։ Այո, միանշանակ։ Որ դեղեկանաք, իմանաք, ավելի շատ իմանաք, այցելել եք երևի շատ հաճախել։ Ցավոք սրտի ես
19 տարի չեմ կարողացել Հայաստան այցելել, թղթաբանական պատճառներից ելնելով Ավստրիայի կողմից։ Ու չքալով sense որոշում եք կայացրել, այս ավելի հզոր է իմացել որոշում։ Այո, բայց ես միշտ եւ Ավստրիայի հասարակության մեջ եմ ինտեգրված եղել բավականին լավ։ Եվ Հայաստանի ոչ թե հասարակության մեջ, այլ որոշ չափով իրականության մեջ, այսինքն ես ինչ որ անիրատեսական պատկերացումներ չեմ ունեցել։ Ես իմացել եմ, որ այս խնդիրները կան, բայց այս ոլորտներում արդեն իրավիճակը շատ ավելի լավ է, քան 20 տարի առաջ։ Ու հորդորում խորհուրդներ չեք ստացել։ Դուք նայել եք ինչ որ մարդկանց, որ էլի վերադարձել են ցերնման կամ եւ դրանցից ոգեշնչվելով, ինչպես որ հիմա մեր հաղորդումն է ուզում անի, որ մարդկանց ասի, որ տեսեք Կոնստանտինի նման մարդիկ առանց ոչ մի բանի եկել են, իրենք էլ տեսնեն, միգուցե մի բան վերցնեն այս զրույցից ու իրենք էլ որոշեն կալ։ Դենց է եղել ձեր մոտ։ Այո, միանշանակ այո, հորդորներ չեմ ստացել, որ տեղափոխվեմ, ճիշտ հակառակն է տեղի ունեցել, այսինքն ինչպես բոլորին։ Այո, ում հարցնում էի, իմ ավստրիացի ընկերները պատկերացում չունեին Ավստրիայի մասին, եւ ասում են Հայաստանի մասին։ Հայաստանի մասին կներեք եւ ասում են դե ուր ես գնում, այնտեղ ինչ կա, դու ստեղ շատ լավ կարիերա ունես, շատ լավ աշխատավարձ ունես, ուսում ես ստացել, քո շրջապատը ստեղ է, իսկ հայ ընկերների պահով, հայ ընկերները երևի ամենալավ կոմենտը մեկնաբանությունը հայ ընկերների կողմից այն է եղել, որ դե կգնաս 4 ամիս հետո կվերադառնաս։ Մոտավորապես դա է։ Նավա 4 են ասել։ Այո։ Բայց կային այն ժամանակ ես հիշում եմ 22 թվին, երբ այդ որոշումը կայացրեցի, 22 թվի վերջ, 23 թվի սկիզբներ, ես սկսեցի այո ինտերնետում հոլովակներ նայել, տեսանյութներ նայել, որտեղ մարդիկ նույնպես իրենց փորձով էին կիսվում, այդ թվում նաև ձեր փորձը, եւ իմ համար շատ հետաքրքիր էր, երբ ես տեսա, որ ազգությամբ իտալացին, ով որևէ արմատներ Հայաստանի հետ կապված չունի, ում կինը հայ չի, որոշել է Հայաստան տեղափոխվել եւ Հայաստանում է ապրում եւ այդ դեպքում քեզ այդ հարցն է տալիս, լավ, եթե իտալացին կամ չգիտեմ ավստրալիացին Հայաստան է տեղափոխվում եւ Հայաստանում է ապրում, ինչու դա չի կարող անել հայը։ Միանշանակ։ Հատկապես լավ երկրից եք ասում, ոչ թե թշպախտ բادرազմոտ երկրից ինչ որ օդար կա, այլ Իտալիայից, որ բոլորը ցանկություն ունեն այնտեղ գնալու, ու այդ իսկապես նշան է, Երանի բոլորը տեսնեն այդ ամեն ինչը, բայց մոդեցումից է գախված։ Տեսեք, հիմա մարդիկ ասեցին 4 ամսից կգնայիր, վստահ եմ, որ շատ Կոնստանտինի նման եկողներ կարող է 4 ամսուց հոգնեին գնային, բայց դուք հագարակ եղավ։ Դուք ավելի համոզվեցիք։ Ինչն էին պլյուսերը, մինուսները, որը նժարի վրա դրեցիք ու ասեցիք, չէ, այս մինուսներու չենք նայում, պլյուսերին ենք նայում։ Դուք եւ ձեր գինը կամ ընտանիքը։ Գիտեք, ինչպես նշեցի, անկալման խնդիր է, այսինքն պետք չէ բաներ թեժացնել, դա նաեւ մարդու մոտեցման խնդիր է։ Մարդիկ, ովքեր ամեն ինչ թեժացնում են, նաեւ հայրենադարձության խնդիրները կթեժացնեն։ Մյուս կողմից այդ սև ու սպիտակ պատկերը, որոնք շատերը, ես կասեի, քարոզում են, այսինքն Հայաստանում ամեն ինչ վատ է, դրսում ամեն ինչ լավ է։ Սպիտակ չեն տեսնում, սևը։ Սևը, հա, այսինքն Հայաստանում սևն է, դրսում սպիտակն է։ Դա շատ սխալ մոտեցում է, ընդ որում շատ բլոգերներ կան, որ գնում են այլ երկիր եւ քարոզ կամ սկսում են գովազդել այդ երկիրը ու շատ իլյուզիաներով լի պատկեր են ստեղծում։ Իմ պարագայում ես տեսնում եմ առավելությունները Հայաստանում, կան ոլորտներ, որտեղ Հայաստանը Եվրոպայից ավելի առաջ է միանշանակ, օրինակ ապահովության ոլորտում կամ թվայնացման նաև ոլորտում։ Արժեքների, ընտանեկան արժեքների։ Կան ոլորտներ, որտեղ այո, մենք դեռ սովորելու բան ունենք Եվրոպայից։ Եվ բայց իրենք էլ ունեն մեզանից։ Այո, դա ինչ ասում եմ, որ խոսենք իրականությունն էլ ասենք, եթե ուզենան իհարկե։ Եթե ուզենան, նույն ապահովության առումով, միգրացիոն խնդրի հետ կապված կամ նույն թվայնացման առումով Հայաստանը շատ ավելի առաջ է։ Եվ ես խորհուրդ կտամ նաև այն մարդկանց, ովքեր մտածում են հայրենադարձության մասին, կենտրոնանալ լավ բաների վրա։ Այսինքն, երբ դու Հայաստան ես գալիս, կան շատ լավ բաներ, եւ մենք օր-առ տեսնում ենք այդ փոփոխությունները։ Կլինի, չգիտեմ, դա հասարակական տրանսպորտը, որը խնդիրներով հանդերձ էլի զարգանում է, ապահովությունը, որը կա, թվայնացման սեկտորը, սպասարկման սեկտորը, նույն սրճարանները, ռեստորանները,
այդ առումով դա համեմատելի չէ օրինակ Եվրոպայի հետ մեր սպասարկման ռեստորանային սեկտորը։ Ամենը դեպս գիտեք նաև հիմա որ խոսացինք, ես հիշեցի ես էլ Ավստրիայից եղել ու այդ ընտանեկան արժեքներ կամ դարբեր դենց արժեքներ, որ մենք ունենք իրենք սովորելու բան ունեն, մի անգամ ավստրիացի մի հատ զանոթ ունեի, ասեցի, որ գիտեք, դուք էլ պետք է մի հատ նախարարություն ստեղծեք, ընտանիքի նախարարություն, ասեց ինչի, ասեց, որ ծեր ընտանիքները բոլոր քայքայված են 18 տարեկան ալինում գնում է, մարդ գնիկ մի 20 տարի ապրելուց հետո իրար թողում են եւ այլն, շատ այդ հարցերը կան բոլորն էլ գիտեն, ասեցի ընտանիքի, որ ծեր ընտանիքները իդ վերամիանան, ասեց որ ով ասեց որ լավ է, միայն ընտանիքը վերամիանա, իմ համար մեր համար գիտեք սուրբ բան է մեր ընտանիքը, ասեցի ինչի, ասեց որ եթե ընտանիքը վերամիանա, շատ ավելի քիչ բյուջե փող կգնա, ասի բացադրի ինքն տնտեսակետ էր, ասեց որ հենց որ ընտանիքը ամենամարդ իր դունն է ապրում առանցին, այնտեղ առանցին ավտո, առանցին գազ, առանցին ջուր, առանցին դրանցից բաները եկամուտներն ու հարգերը գնում են բեդ բյուջե։ Բայց ծեր մոտ ասեց, դուք բոլորդ մեկ դան մեջ եք, մեկ հոգի է աշխատում, ու մի հոգի է վճարում։ Ես ապշեցի այս մոդեցումից, ասեցի նույնիսկ բեդ չի ասեց ընտանիքը միանա, թե չէ մեր բյուջեն ավելի աղքատ կլինի։ Այս մոդեցումով մտածողները հատկապես կուզեն ավելի շատ ընտանիքները քայքայվեն, բայց եթե այդ արժեք չի որպես այդպիսին ընտանիքը, ինչպես որ մեր մոտ հազարավոր տարի եղել է, ուրեմն թող շարունակվի դες ով որ էլ այդ մտնոլորտը գսիրի թող երթան դեղ ապրի մենք մեր մոտ մեր համար ամենակարևոր բաներից մեկն է թեկուս բյուջեն ավելի աղքատ լինի բայց մենք տադիգի ծնունդը դոնենք 50 հոգով 40 հոգով ոչ թե դեղ առանցին լինի ու եթե հիշեն գզանգեն կշնորհավորեն իսկ դեղի համայնքը ես էլ գիտեմ սկիզբը Ստամբուլի հայեր էին հետո բادرազմի պատճառով Իրանի հայերը եկան, հետո Լիբանանի հայերը եկան, հետո վերջում Սիրիայի հետ բոլոր բادرազմներից վատ վիճակներով փախած, այսինքն հետ գնալը իրենց համար անհնար էր, առավելակույնը կարողացան Ամերիկա գնալ, վերջին տարիներն էլ Հայաստանի հայերն էին որ գնացին։ Միայն այդ հատվածն է ինձ թվում, որ կարողանա ցեր նման հետ վերաթանան, որով գաբեր ունի, գիտի Հայաստանը ոնց է եւ այլն։ Ինչպես է շանսերը տեսնում, ես գիտեմ, այցելել եմ, գիտեմ, որ հիմա հաջորդ սերունդը շատ ավելի անդարբեր շատ ավելի այլասերված հայության մասին հայերեն չի խոսում շատ ինչպես եք տեսնում հիմա այնտեղի ճագերդավոր սպիտակ չարթը Գիտեք խնդիրը նրանում է ծայրահեղությունից ծայրահեղության հասարակություն կամ սփյուռք մենք ունենք նախ եւ առաջ այստեղ ընկալման խնդիր կա մեծ սփյուռք ունենալը դա հպարտանալու բան չէ Ջիդեսխի մեր հայազգը հպարտանում է նրանով որ մեծ սփյուռք ունենք Մեծ սփյուռքը դա շատ վատ բան է, դա նշանակում է, որ քո մոտ լավ չի, եւ գնում է, այո։ Եվ դա նաեւ խոսում է նրա մասին, որ դու պետականությունը չես գնահատում։ Պետություն ունենալը շատ ազգեր կան, նույն քրդերը 40 միլիոն քրդեր կան, իրենք պետականություն չունեն, այսինքն դու չես արժևորում դա։ Ինձ թվում է նախ այդ ընկալումն է շատ կարևոր եւ երկրորդը Հայաստանը չընկալել որպես մի երկիր, որտեղ դու ամռանը 1 ամսով 2 ամսով գալիս ես, տարեկան 100 կամ 200 կամ թող 500 եվրո լինի Հայաստան ես ուղարկում եւ մահանալուց հետո ուզում ես որ քո մարմինը բերեն Հայաստան։ Հայաստանը գերեզմանոց չէ, Հայաստանը նաեւ մեծ հյուրանոց չէ, Հայաստանը ապրելու տեղ է եւ կարծում եմ որ Հայաստան պետք է տեղափոխվեն, Հայաստան պետք է այդ կոմֆորտ զոնան ստեղծեն շատերի մոտ իմ կարծիքով երիտասարդների մոտ իրոք այդ կոմֆորտ զոնայի խնդիրն է այսինքն ռացիոնալ խնդիրներ կամ բոլոր ռացիոնալ խնդիրները կարելի է շատ հեշտ լուծել նամանավանդ 25-ից 40 տարեկան մարդկանց համար աշխատանքի վերաբերյալ եթե վախեր կան եթե դու լավ մասնագետ ես քո ոլորտում դու Հայաստանում կգտնես քո աշխատանքը սոցիալական առումով չգիտեմ շրջապատի առումով Հայաստանում շատ տարբեր զանգվածներ կան եւ ավելի պահպանողական եւ ավելի առաջադեմ։ Դու քոնը կգտնես ավելի եվրոպական մտածողությամբ, ավելի, չգիտեմ, ասիական մտածողությամբ։ Ավստրիայում դա ավելի սահմանափակ է ու հետաքրքիր է ընդ որում այն որ շատ հայեր, ովքեր չեն ուզում Հայաստան գան, իրանք որպես պատճառ են բերում Հայաստանի հասարակությունը, բայց իրանք այնտեղ հայ հասարակության մեջ են, որը ընդ որում կամ ծուլված հասարակություն է կամ էլ 90-ականների տպավորության տակ մնացած, այսինքն իրանք կամ 30 տարի Հայաստանից ավելի հետ են
որտեվ 90-ականների այդ պատկերացմամբ են եւ արժեքներով են ապրում, կամ էլ զուլված հասարակություն է։ Որը չի գալիս նույնիսկ այո, ագումբներ, եկեղեցի չի էլ գալիս։ Այո։ Իսկ գիտեմ շատ լավ։ Այո, այդ խնդիրը կա։ Եվ ես շատ հաճախ տեսնում եմ մարդիկ, ովքեր այնտեղ ապրում են, շատերի մոտ այդ ցանկությունը կարծում եմ կա Հայաստան վերադառնալու, ուղղակի իրանք արդարացում են փնտրում, նաև իրանք իրենց համար եւ սկսում են sense ինքնախապեյությամբ զբաղվել, իրանք սկսում են որպես պատճառ չտեղափոխվելու, այն պատճառը բերել, որ դե ես Ավստրիայից ավելի շատ կարամ Հայաստանին օգուտ տամ, քան Հայաստան տեղափոխվելիս։ Դա շատ մեծ սուտ է։ Փերում են։ Ինչ առումով են փերում։ Ես կարծում եմ չեն բերում։ Ես չեմ ուզում ընդհանրացնել, բայց փող են ուղարկում երևի։ Փող են ուղարկում երևի։ Բայց ում ինչպես քանի 100։ Դա էլ հարց, բայց Հայաստանը արդեն այն իրավիճակում չէ, որ Հայաստանին այդ 100 եվրոն պետք չէ։ Հայաստանի տնտեսությունը վերջի 4-5 տարվա ընթացքում կրկնապատկվել է։ Դե ամենատեղից մի քանի 100 եվրո ուղարկելով ես իմիջ չեմ այստեղ բան երկրաշարժ չէ, որ մի անգամից մարդկանց օգնեմ, պիտի մի բան անես, դրակիր անես։ Այդ 300 եվրո մի րոպեում կվերջանա այստեղ։ Գիտեք ինչ է Սփյուռքում, ես էլ եմ նկատել, կարծում եմ, որ այդ ագումբն է, գիտեք դուք ինձ ագումբ կա ամեն համայնքների մեջ, ու ագումբը, չգիտեմ, դարին 1-2 անգամ բարահանտես անում, միջոցառում անում, որ փող հավաքի։ Ու դա գնում են այդ փողը դալիս են, որ ագումբը այդ փողով չգիտեմ, մի բան վերանորոգի ագումբի մեջ, թռները սարքի, բադոհանները կամ ինչ-որ մի բան անի, դենց են գարձում երգիրը, բայց երգիրը մի ագումբի նման չի, երգիրը մի հատ մեծ գառույց է, որ անձայրազիրտ ու ֆիզիկապես բոլորս պետք է օգնենք, ոչ թե այնտեղ Ադենաբեդին եւ Քանզաբահին փողը դաս, իրենք մի բան անեն այնտեղ։ Դա բխում է նրանց, որովհետև պետականամետության բան չկա, գաղափար չկա, այսինքն մարդիկ չեն դիտարկում Հայաստանը որպես ֆունկցիոնալ պետություն, իր խնդիրներով հանդերձ։ Բայց Հայաստանը պետություն է, որտեղ կա կառավարություն, որտեղ կա, չգիտեմ, ոստիկանություն, շտապօգնություն եւ այլն։ Իրանք այդ մարդիկ դա չեն գիտակցում։ Այդ մարդկանց համար ավելի հեշտ է կոմֆորտ զոնայում մնալ, փող ուղարկել եւ 2 ամիսը մեկ սրտաճմլիկ ինչ որ մեկնաբանություն հրապարակել Facebook-ում Արարատի ինչ որ նկարով։ Դա շատ ավելի հեշտ է, որովհետեւ դու որևէ պատասխանատվություն դրանով չես կրում։ Իսկ եթե դու Հայաստանում ես ապրում, դու այդ Հայաստան պետականության պրոյեկտի մաս է ստանում։ Յուրաքանչյուր մարդով Հայաստանում հարկ է վճարում։ Հերիկա տաքսին ես։ Այո։ Հերիկա արդեն հարկը վճարում ես, հերիկա սուպերմարկետ մտնես։ Բայց այս ծեր ասածները, որ բادرվագ են փնում, սրանք հետաքրքիր է ինձ, որովհետև ես վաղուց Ավստրիայի համայնքը չեմ եղել։ Սրանք նոր կացած թերման հայաստանցիներն են, թե գա նաև մեջը, չգիտեմ, բոլսահայեր, իրանահայեր, լիբանահայեր, որ ուզում են, չգիտեմ, դրանք հետ ցանկություններ են, թե միայն հայաստանցի հայերն են։ Ես կարծում եմ, որ հայաստանցի հայերի մոտ այդ ցանկությունը ավելի մեծ է, որով նոր են գնացել։ Ոչ միայն որոնք նոր են գնացել, ես ծանոթներ ունեմ, որոնք 2000 թվականներին Ավստրիա են մեկնել, իրենք փոքր հասակում են եղել այն ժամանակ, եւ իրանց մոտ այդ գաղափարը կա, նույնիսկ ծանոթ ունեմ, ով ամեն տարի դրա մասին խոսում է, Հայաստան է գալիս եւ ճանապարհ է փնտրում Հայաստան տեղափոխվելու։ Ուղղակի երբ դու սկսում ես այդ գործընթացը ձգձգել, երբ դու ասում ես դե լավ մի տարի էլ մնամ, շատ է դժվարանում, որովհետեւ մի տարի հետո կարող է, չգիտեմ, ամուսնանաս, երեխա ունենաս, երեխան մեծանա, շատ ավելի է դժվարանալու։ Մարդկանց մոտ ուղղակի այդ վախը կա եւ մարդիկ կան, ովքեր հետո սկսում են տուն կառուցել, տուն առնել, որպեսզի իրենք հետո պատրվակ ունենան կամ արդարացում ունենան եւ ասեն, դե լավ, ես ուզում եմ Հայաստան գալ, բայց հիպոթեկով տուն եմ վերցրել, մյուս 20 տարին չեմ կարող գալ։ Այդպիսի մարդիկ կան։ Ինչը վերաբերվում է օրինակ, չգիտեմ, լիբանանահայերի կամ սիրիահայերին, ունեմ ծանոթներ, իրանց համար այլ խնդիր կա։ Եթե հայաստանցիների պարագայում կարծում եմ ինտեգրումը Հայաստանում ավելի հեշտ կարա լինի, Լիբանանա հայերի կամ սիրիահայերի պարագայում իրանք մտածում են դե լավ Հայաստան գնամ մեծ մասը արևելահայերեն է խոսում չնայած այդ խնդիրը այսօր չկա բայց շատ տարիներ առաջ ուզես փորփրես կգտնես բաժեր բայց ով ինքը որ գնաց Ավստրիա այդ լիբանանահայ մեկ պարկ գերմաներեն չգիտեր այո դա կրկիր է մոդեցումը որ փորձում ես միշտ փնտրել մի բան որ արդարանաս ես գիտեմ շատ սփյուռքահայերի մոտ, որոնք անպայման մի բան գտնում, բայց ասում ես, բայց ես էլ էի ծեր վիճակում, ոնց է գա 20 տարի այստեղ եմ, մնում եմ շատ հանգիստ։ Դուք այդ սպիտակ շարտը տեսնում եք։ Երեխաների բահով,
սերունդների բահով, անդարբերության բահով, իրականությունը ասենք, այսինքն բայց չի բանանենք թաքցնենք։ Նայեք, չեմ կարող դա հստակ մեկնաբանել, կարող եմ առասարակ ասել, որ Հայաստանը ավելի ապահով է ամեն առումով, նաև երեխաների առումով, այսինքն միգրացիոն խնդրի նաև հետ կապված, այսինքն երբ դու Վիեննայում քայլում ես, ոչ միայն Վիեննայում, կարա Ավստրիայի յուրաքանչյուր ավելի փոքր քաղաք լինի, աբեկչության վտանգը շատ ավելի բարձր է, օբյեկտիվ պատճառներով, այո, կա։ Ես նույնիսկ փետրվար ամսին, այս փետրվար մարտին այնքան շատ աբեկչության կամ տանակահարության դեպքեր կային Եվրոպայում, որ սկսեցի դա հաշվել եւ մի ամսվա ընթացքում պարզվեց, որ 8 աբեկչության կամ դանակահարության ինչ-որ դեպք ա եղել Եվրոպայում, Չեխիա, Ավստրիա, Գերմանիա, Ֆրանսիա։ Դա այն հայտնի դեպքերն են, որոնց մասին մամուլը գրել է։ Կան մամուլը չգրած բաներ էլ, մի քիչ թեթևա կողություն, բան։ Ես ինքս իմ փորձով կարող եմ ասել 12-3 տարի առաջ որոշեցի Մյունխեն գնալ, Մյունխեն քաղաք, մեր քաղաքի շատ մոտ է, որպես զբոսաշրջիկ գնացի Մյունխեն եւ հայտնվեցի նմանատիպ աբեկչության սցենարում, այսինքն շատ սովորական օրեր եւ իմ նման համոզված եմ շատ մարդիկ կան, ապահով չէ, երբ դու Եվրոպայում համերգ ես գնում, այնտեղ կարող է աբեկչության փորձ լինել համերգի ժամանակ, նույնիսկ աստղերից մեկը, եթե չեմ ասում Taylor Swift-ի համերգը Վիեննայում չեղարկեցին աբեկչության վտանգի պատճառով։ Հայաստանում տենց բան չկա, Հայաստանում կապ չունի համալիրում, օպերայում կարող ես գնալ հանգիստ վայելել։ Հայաստանում էլ կան օտար երկրացիներ, մեր հյուրերը, բայց համեմատելի չի, եւ երբ իմ եվրոպացի ընկերները Հայաստան են գալիս, նրանք նշում են, որ իրանց համար շատ մեծ հաճույք է երեկոյան ժամը 10-11-ին քայլել ուղղակի դուրսը։ Նշանակ, նույնիսկ ավել, բայց գիտեք նույնիսկ հիմա ամառվա շեմին Եվրոպա, հատկապես Գերմանիա, հերոստացույցով միշտ ցույց են տալիս ինչպես փակել քո սեփականան թռնելն ու բադոհանները, որ ամառը կողության չընթարգվես, հadoop ցույց են տալիս ինչպես է ձևը եւ այլն։ Այսինքն այդ բանը ակտուալ է միշտ, որ կողությունը գա, ես Ավստրիայում մեր ընկերների խանութի 3 անգամ 1 տարվա մեջ կողություն դեղի ունեցավ, ընդ որում բադը կանթել էին բետոնից, հետևից էին մտնել, ամենայն թեպս այդ չենք խոսում դրա մասին, մենք գիտենք որ մեր կոմֆորտը ստեղ շատ ավելի ապահով է, քան դեռի կոչված կոմֆորտը։ Ցերգինը որ այնտեղ չեր ապրել, ինքը չեր ուրախանա, ավելի գնա ցեր մոտ ապրի, թե ուրախացավ ավելի դուք տեղափոխվեցիք ու ամուսնացաք ստեղ։ Ես իմ կնոջ հետ ծանոթացել եմ իրականում Ավստրիայում, երբ ինքը PhD ուսման բերումով 3 ամսով Ավստրիա էր եկել, եւ մենք արդեն երբ սկսեցինք շփվել իրար հետ, մեր կարելի ասել քննարկումը հայրենադարձության վերաբերյալ, ես եմ տեղափոխվելու Հայաստան, թե ինքը Ավստրիա, զուտ 2 նախադասություն է եղել։ Ինքը գրել է ինձ քո համար խնդիր է Հայաստան տեղափոխվել, ես գրել եմ ոչ։ Դա եղել ամբողջ պատմությունը, որտեղ ես գիտեմ շատ դեպքերում մարդիկ ովքեր ամուսնանում են, իրենք ձգտում են արտասահման գնալ, մեր դեպքում այդպես չէր, կա նաև ռացիոնալ պատճառներ, նախ ես միշտ ձգտել եմ Հայաստան տեղափոխվել, այս process-ը իմ կնոջ հետ ծանոթանալու process-ը դա արագացրեց, այդ գործընթացը, եւ մյուս կողմից ռացիոնալ պատճառ իմ կինը անթրոպոլոգ է, մշակութաբան է, եւ որպես մշակութաբան, հայ մշակութաբան, ով գերմաներեն չգիտի, անգլերեն գիտի, շատ դժվար կլիներ իր համար կարիերա ստեղծել Ավստրիայում։ Իսկ իմ դեպքում ես գիտակցում եմ, որ կկարողանամ Հայաստանում աշխատանք գտնել, դրա համար որոշեցինք, այսինքն ես որտեղ իմանալ լեզուն ինչ թվում է, էլի այստեղ ապրիլը դրա հետ կախված չի, որով լեզուն կարա սովորես, ոնց որ մենք արեցինք Ավստրիայում 6 ամսվա մեջ, կարա շարունակես, բայց եթե ցանկությունը գա հայրենադարձելու, տեսեք ձեր օրինակը դուք հայրենադարձում եք, հիմա հետո ձեր ծնողն է վերադառնալու, ձեզ նայելով շատերը կարող է նայեն ու վերադառնալ շատ լավ է։ Հագարակ դեպքում դուք պիտի գնայիք ձեր երեխեք ընդեղ ծնվեին, ձեր ծնողքը մնային ընդեղ, այսինքն սփյուռքը ավելանում էր, Հայաստանը կչանում էր։ Դուք pedagogan մտածելակերպ ունեցել եք Ավստրիայում եք ապրել։ Ինչ է ձեր գարձիկով այսօր 34 տարի անկախությունից հետո։ Ինչ է ձեր գարձիկով ձևը, որ դուք կորտեքրեիք, որ Հայաստանը 3-4 միլիոն դառնա։
Գիտեք, շատ դժվար է ասել, որովհետև ես շատ իմ հայ ընկերների հետ եմ շփվում Ավստրիայում, ես կարծում եմ ինչ որ չի կարելի ասել, որ եթե այս ծրագիրը որդեգրենք, ապա մի հատով չվերջանա հաստատ։ Կարծում եմ հնարավոր չի ասել այս ծրագիրը որդեգրենք շատերը Հայաստան կգան կամ շատ ծրագրեր, դա մարդուց է կապված շատ դեպքերում։ Ես նույն բանը տարբեր իմ հայ ընկերներին ասում եմ եւ տարբեր մարդիկ տարբեր ձև են դա ընկալում։ Նույնիսկ մեկ ընտանիքում երկու եղբայր։ Այո, մարդիկ կան, ովքեր Ավստրիայում են կամ Գերմանիայում են ծնվել, բայց իրանք Հայաստան են ուզում տեղափոխվել, մարդիկ կան, ովքեր 5 տարի են Ավստրիա են գնացել, իրանք կյանքը այնտեղ են պատկերացնում։ Դրա համար կարծում եմ պետք է ուղղակի այսպիսի ծրագրեր շատ կազմակերպել, ոդկասթներ, նմանատիպ բաներ, որտեղ մարդիկ կկարողանան փորձով կիսվել, ամենաշատը դա է մոտիվացնում, երբ ուրիշները տեսնում են այլ մարդու փորձ եւ ասում են, օքեյ, եթե ուրիշը կարա, ես ինչու չեմ կարող։ Իմ նման է այդ տղան, կարող ակա թեգուս եթե պետք լինի մենք խորհուրդներ տանք, օգնենք, որ ավելի կարճ դեպի, ավելի քիչ դժվարությամբ դեպի, այսինքն այսօր ինտերնետի տարած գարակ Կոնստանտինին գրեք, ինձ գրեք, օգնենք Ռիպետ Արմենիա տարբեր գարույցներ կան, մենք 20 տարի առաջ ոչ մի բան չկար, մենք ավելի կհեշտացնենք գործը, ավելի գթյուրացնենք, այն որ Ամերիկայից մեկը պետք է վերադառնա, ինձ ասում է, ինչպես անեմ, որ աբրանքներս բերեմ, գա ձև, թիմում ես անում եւ այլն, այդ բոլորը հեշտացված են, միայն ցանկությունը ունեցեք, մնացածը մեր օգնությամբ կկարողանաք անել։ Այո։ Կոնստանտին շատ հաճելի էր ցեզ հանդիպելը, շատ օգտակար է, շատ ծեր նման ես միշտ ասում եմ նոր ամուսնացած զույգերի համար շատ ավելի հեշտ է դեղափոխվելը, ու հետո իրենց երեխեքը ստեղծնվեն ու մնան այս հայրենիքում ու շատանակ բոլորս միասին, ու հույսով եմ այդ 4 միլիոնի շատ ուշ չլինի, որ մենք հասնենք բոլորս միասին։ Հաջողություն ցեզ, մինչ նոր հանդիպում։ Շնորհակալ եմ Դիրան ջան։